Սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ ուսուցիչների առցանց համայնք ծրագրի փակման միջոցառումը, որը կազմակերպել էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը։ Միջոցառման ընթացքում Բրիտանական խորհուրդը ամփոփեց իր 4-ամյա ծրագիրը անգլերեն լեզվի ուսուցիչների համար։ Միջոցառման ժամանակ շեշտադրվեցին ծրագրի ձեռքբերումները վերջին 4 տարիների ընթացքում ու նշվեց թողած ազդեցությունը ավելի քան 1500 անգլերեն լեզվի ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացում։ Մատնանշվեց նաև ծրագրի դերը Հայաստանի կրթական համակարգում ու անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացում։ Միջոցառմանը մասնակցեց անգլերենի շուրջ 100 ընտրված ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից, ովքեր հաջողությամբ ավարտել էին ծրագիրը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Փոուլ Մորիսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադե Հովհասափյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունը և մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։ Մենք շատ հպարտ ենք մեր ձեռքբերումներով այս ծրագրի շրջանակում, քանի որ հավատացած ենք, այն ոչ միայն նպաստեց անգլերեն լեզվի ուսուցիչների գիտելիքները և կարողությունները կատարելագործել, այլ մեծ ներդրում ունեցավ Հայաստանում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման շրջանակի ստեղծման և զարգացման գործընթացում։ Ադե Հովհասափյանի ելույթից հետո ներկայացվեց համառոտ զեկույց, որտեղ ամփոփվեցին OTC ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Հատկանշական է, որ միջոցառման օրակարգում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում պանելային քննարկումը, որի ընթացքում 2 ղեկավար, ֆասիլիտատորներ և 4 մասնակից ուսուցիչներ կիսվեցին իրենց փորձով, մասնագիտական առաջընթացի պատմություններով և համայնքում ունեցած ճանապարհով։ Պանելային քննարկմանը հաջորդեց English Connects նախաձեռնությունը, ներկայացնելով ծրագրից հետո բացվող նոր հնարավորությունների մասին։ Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Փոուլ Մորիսը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Բանախոսները կարևորեցին ծրագրի նշանակությունը կրթական համակարգում և ընդգծեցին հայ-բրիտանական գործընկերության կարևոր դերը նշված ոլորտում։ Ուզում եմ նշել, որ սա այն բացառիկ հաջողված ծրագրերից մեկն է, որտեղ տարբեր կողմեր այսքան տևական ժամանակ համագործակցել են։ Եվ այն համագործակցությունը, որ առկա է մանկավարժական համալսարանի, կզնակի, Բրիտանական խորհրդի նախարարության միջև, վկայում է այն մասին, որ մեզ համար շատ կարևոր է թե նոր մասնագետների, նոր ուսուցիչների ձևավորումը։ Պաշտոնական հատվածը եզրափակվեց Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի կողմից հավաստագրերի հանձնման արարողությամբ։ Միջոցառման ավարտին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնին, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած անփոխարինելի աջակցության և գործընկերության համար։